Կան խտրական մոտեցման մասին, տեսեք, դուք եւ եկեղեցու, քանի որ հանրային է հեռուստաընկերություն, դուք եւ պետք է աջակիցներին եկեղեցու տակ եւ իշխանությանը, ճիշտ է։ Այո։ Բայց այդ պարագայում ինչու օրինակ լուրերի բաժնում կամ վերնագրերում դուք գրում եք Կտրիչ Ներսիսյան, դուք արդյոք այստեղ պահում եք այդ տեսեք, եթե տեսեք, ես հիմա հանրայինի եթերում եւ YouTube-յան ալիքներում հարյուրավոր տեսանյութեր կան, եթե կոնկրետ ինչ-որ բանից եք հարցնում, խնդրում հարցում ձևակերպեք, որ ես հասկանամ կոնկրետ բանի արձագանք եմ։ Քիչ առաջ մեզ մեղադրում են, որ հյուրերն էլ են ասում։ Դե ես ձեզ ասում եմ, երբ որ հարցազրույց է, երբ որ այդ թեմայով խոսում են, կոնկրետ ուղարկեք ինչից ենք մենք խոսում, որ նկա այս վերնագիրը, այս մարդը ինչ էսպես ասած, ես ձեզ բան կանեմ։ Շատ լավ, հարցումով ուղարկեք կոնկրետ ձևակերպած ինչից ենք մենք խոսում, որպեսզի ընդհանրական չի։ Պարոն Մովսիսյան, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն են հայտարարություն տարածել հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու անհրաժեշտություն են տեսնում եւ ասում են, որ չի ծառայում հանրությանը, Ովքեր են ասում։ Տարբեր հասարակական կազմակերպություն, օրինակ Պարոն Հայրիկյան, Հայկ Դեմոյան, Վահե Դարբինյան, Ժաննա Ալեքսանյան, Լարիսա Լավերդյան, Նինա Կարապետյան, բոլորին թվարկեմ։ Էլի կա։ Հա, բազմաթիվ Քանիսն են։ Այս պահին մի քանի կազմակերպություն եւ բայց հասարակական Իսկ իրենցից քանիսն են ընդհանրապես մեդիայի հետ առնչվող հասարակական կազմակերպություններ։ Ժաննա Ալեքսանյանինը մեդիայի հետ առնչվող, Նինա Կարապետյանցը իրավապաշտպան էր միջավերջել, բայց մարդը իրեն հանրության ներկայացուցիչ է։ Շատ լավ, Ժորժ ջան, հիմա շնորհակալ եմ հարցի համար, այս հարցը մեզ հարցումով էր եկել, մենք տեղեկացրեցինք, որ մեզ ընդհանրապես չեն հրավիրել նման քննարկման, դա մեկ։ Քննարկումը եղել, չգիտեմ անկեղծ ասած որտեղ տեղյակ եմ, որ քննարկումը եղել է, մեզ դիմել են, արձագանքել ենք, եթե կան ինչ-որ կոնկրետ փաստեր, ինչից են նման եզրահանգման գալիս, թող ուղարկեն մեզ, որովհետև գիտեք, շատ հեշտ է, օրինակ, այսօրվա օրինակով ձեզ վերեցի, շատ հեշտ է գալ ազգային ժողովում, մեղադրանքներ հնչեցնել, տարբեր կողմերից չեմ ասում մենակ ընդդիմություն, մեղադրանքներ հնչեցնել, երբ որ մենք գալիս ենք այստեղ, տեսնում եք ինչ դատարկ դահլիճում անցնում այս քննարկումը։ Այսինքն, եթե կան այդ մեղադրանքները, նույն այս գործընկերներին մեր, եթե կան ինչ-որ կոնկրետ փաստեր, թող դիմեն, ասեն, ինչու է այսպես, ինչու է այսպես, ինչու է այսպես։ Ցուցակներ կան հանրայինում, որ արգելված մարդկանց Սև ցուցակ, ով է ասել որ։ Հարցում եմ, ասում եմ, կան։ Չէ, դե հիմա տենց կարելի ամեն ինչ հարցնել, ոչ իհարկե։